Շատ սխալման բազմաթիվ կանայք եւ տղամարդիկ, հատկապես ովքեր որ այդքան էլ շատ գիտելիքներ չունեն սեռական առողջության մասին եւ մարդու սեքսուալության անատոմիայի եւ ֆիզիոլոգիայի մասին, սխալմամբ կարծում են, որ առնանդամը ուզած ժամանակ պետք է կանգնի, հեշտոցը ուզած ժամանակ պետք է թռչի։ Ժողովուրդ, դա ժամացույց չի, որ էլեմենտը նստած լինի, ժամը չի աշխատում, դուք էլեմենտը դնեք, ինքը սկսի աշխատելը ձեր ուզած ձևով սլակները ֆռացնեք, ինչ ժամ ուզենաք ցույց տաք։ Ոչ, դա մարդու օրգանիզմ է, գոյություն ունի անատոմիա, ֆիզիոլոգիա, գոյություն ունի հուզմունք, էմոցիաներ, զգացմունք, գոյություն ունի տարիքային գործոն, որի հետ շատերը հաշվի չեն նստում։ Հաճախ ինձ դիմում են պացիենտներ, տարիքը 45-ից բարձր բժիշկ չան, ասում է, առաջ փողոցով տեսնում եմ մի հատ սիրուն աղջկա, հագին կարճ շոր, անդամս ձգվում էր, հիմա էլ տենց չի։ Բա ոնց լինի։ Բա հո չի կարա 45 տարեկանում փողոցով անցնելու բոլորին արձագանքա լինի էրեկցիան։ Կամ շատ կանայք ասում են բժիշկ ջան, առաջ շուտ էր լինում հեշտոցի խոնավացում, ոտս հիմա տեն չի։ Խորանում ես, փորձում ես պարզաբանել, հասկանալ ինչ է կատարվում մարդկանց անկողնում, շատերը չվրդովեք ասել ինչ գործ ունեք անկողնում, հենց սեքսոպաթոլոգն է, որ զբաղվում է սեռական խնդիրներով եւ այդ խնդիրների վերհանումը, բարձրաձայնումն է օգնում, որպեսզի մարդիկ այդ հարցով չհամաչեն եւ դիմեն բժշկի։ Ինչ շատ հաճախ խորանում ես մարդկանց ինտիմ կյանքում եւ պարզում ես, որ իրանց ինտիմ կյանքը գտնվում է շատ հեռու իրականությունից եւ շատ հեռու նորմայի տարբերակից։ Ինչ է անում կինը։ Կին ուղղակի տենց սպասում է, երբ իրեն կմոտիկանան եւ տեղի կունենա սեռական ակտ։ Տղամարդն էլ լարված սպասում է, խիտ անդամը մինչև շորերը հանելը չի ձգվել, ժողովուրդ տարիք հետ փոխվում է օրգանիզմը, փոխվում են հորմոնները, փոխվում է խոլեստերինը, փոխվում է մետաբոլիզմը եւ վերջիվերջո սկսում է նվազել տեստոստերոն հորմոնը։ Այդ ամենի հետ եթե փորձեք հաշվի չնստել, դուք տանում եք ձեզ դեպի ձախողում։ Յուրաքանչյուր բնականոն փոփոխությունը, որ տեղի է ունենում մեր օրգանիզմում, մենք պետք է այդ ամենի հետ հաշվի նստենք։ Եթե սկսեցինք մերժել կամ մեր օրգանիզմի առաջ դնել գերպահանջներ, որոնք մեր օրգանիզմը ի վիճակի չէ կատարել, ապա մենք եւ մեր գործողություններն են ուղղված ձախողման եւ մեր պահանջը օրգանիզմի դեմ, մեր օրգանիզմը չի կարողանալու այդ պահանջը, դա կոչվում է բժշկության մեջ գերպահանջ օրգանիզմի հանդեպ։ Մի բան, որը ինքը տվյալ տարիքում եւ տվյալ առողջական խնդիրների պարագայում ի վիճակի չէ իրականացնել։